Ապահովում են այդպիսի բերքատվություն, իսկ նորից եմ կրկնում, սկսած 80 թվականից, երբ որ նայում ենք վիճակագրական ցուցանիշները, Ղարաբաղում միշտ այդ ցուցանիշը գրեթե նորմալ է եղել։ Այսինքն 18 ցենտները, 18-20 ցենտները մեր պայմաններում այս միջինը նորմալ է։ Եթե մենք շարունակում ենք հողը մշակել էքստենսիվ եղանակով, դրանից բարձր ակնկալել բերք մի քիչ դժվար է լինելու, քանի որ ասենք չի պահպանվում պարարտացման աշխատանքները, չի պահպանվում ցանկաշրջանառության կանոնները, չեն պահպանվում ոռոգման։ Ինչու՞։ Ինչ անել, որպեսզի պահպանվեն։ Ինչ պետք է անենք, որպեսզի այդ ամբողջ կանոնները պահպանվեն։ Միթե գյուղացին շահագրգռված չէ բարձր բերքատվության համար։ Գիտեք, այսպիսի մի 18 ցենտներ հեկտարից բերք ստանալով բնականաբար նրանք էլ համապատասխան ծախս են իրականացնում եւ երևի բավարարում է, բայց բնականաբար պահպանելով բոլոր այն կանոնները եւ 1 հեկտարի միջին ծախսն էլ է ավելանում, չեն գնում։ Իհարկե մեզ էլ է ուզում այդ հարցը, որովհետեւ մենք պետությունը շահագրգռված է։ Պետությունը օգտագործողը եւս պիտի շահագրգռված լինի բարձր ցենտներ բարձր բերքատվության համար, բայց չի ստացվում, ինչու այդ նշեցություններ կատարվել են նախարարության գուցե օբյեկտիվ այլ պատճառներ կան, որոնք մենք գիտեք այսպիսի մի ես նշեցի, որ տարիներ շարունակ մենք զբաղվում ենք մոնոկուլտուրաներով, ցորենի եւ գարու մշակությամբ եւ միայն այս տարի մենք ներեք կրել 9 տեսակի մշակաբույս, որպեսզի ապահովենք ցանկաշրջանառությունը եւ հողը հնարավորություն տա ավելի բարձր բերք ապահովելու, բայց նշեմ, որ մեր պահեստում արկա է բազմաթիվ քանակության պարարտանյութ, որոնք չեն օգտվում։ Իդեպ նշեմ, որ ներկրված սերմերի, գառնանացան սերմերի 50%-ը պետությունը սուբսիդավորվում է, արժեքի 50%-ը տրամադրում է հողագործին այն պայմանով, որ կվերադարձնի բերքահավաքից հետո պարարտանյութերի 20-ից 30%-ը եւս արժեքի մենք սուբսիդավորում ենք, ուղղակի իմ կարծիքով մեզ կհաջողվի, քանի որ մեկը մյուսին նայելով եւ նույն գյուղացիներն էլ են հետեւություն կատարում, որ միևնույն կողքի դաշտից հնարավոր է ստանալ 45-ից 50 ցենտներ անհրաժեշտ նույն տարածքում։ Այո, նույն տարածքում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելով պարզապես պետք է պահպանեն հողի մշակման կանոնները։ Մենք ամեն անգամ սա հանդիպելով եւ լրատվության միջոցներով եւ մեր հանդիպումների ժամանակ քարոզում ենք, ներկայացնում ենք, բացատրում ենք, որ պետք է պահպանել ագրոտեխնիկական հողի մշակման կանոնները, պետք է անցնել ցանկաշրջանառության կանոններին, պետք է ոչ թե ամեն տարի ցանել ցորեն, գարի, այլ կա այնպիսի մշակաբույսեր, որոնք մեկը մյուսի համար նախորդ են հանդիսանում եւ հողը ավելի մեծ հնարավորություններ է տալիս ավելի բարձր բերք ստանալու համար։ Ամենաբարձր ցուցանիշը որ տարածքներում է արձանագրվել եւ ամենացածերը։ Ամենից բարձր ցուցանիշ արձանագրվել է Քաշաթաղի շրջանում, մոտավորապես Քաշաթաղի եւ Հադրութի շրջանում 20-ից բարձր միջին ցենտներ հեկտարից, իսկ ամենից ցածր արձանագրել ենք մենք Մարտակերտի շրջանում, իհարկե այստեղ կան նաեւ օբյեկտիվ պատճառներ, վերջերս ապրիլ-մարտ ամսին երաշտից է հիմնականում տուժվել եւ այնտեղ մենք մոտ 1500-2000 հեկտար ցանց չենք հնձել, տուժվել են, արձանագրվել է միջինը 10-10.5 ցենտներ հեկտարից բերք Մարտակերտի շրջանում։ Այո։ Նախորդ տարի ինչքան էր։ Նախորդ տարին կարծեմ 15.5-16 ցենտներ էր։ Նշեցիք, որ պահեստներում այս պայդրությամբ բավականին մոտ 50%-ի չափով պարարտանյութ կա։ Ինչ եք կարծում, համայնքի ղեկավարները այստեղ անելիք չունեն գյուղացիների հետ աշխատանք տանելու համար։ Շատ հաճախ գյուղացին անտեղյակ է, որ պահեստում պարարտանյութ կա եւ այդ պարարտանյութը պետք է ինքը օգտագործի եւ պետությունը սուբսիդավորում է դրա համար 50%։ Միանշանակ համաձայն եմ, անշուշտ համաձայն եմ ձեր հետ, այստեղ լուրջ անելիքներ ունեն համայնքի ղեկավարները, որտեղ մենք մեր հանդիպումների ժամանակ պարբերաբար այնպիսի հարցադիմումների ենք առաջ են կանգնում, երբ որ այդ հարցերը վաղուց լուծված են, ասում են, որ այս կամ այն սերմացում մենք չեք ստացել այն պարագայում, որ մենք պահեստում ունենք բավականին քանակությամբ այդպիսի սերմեր, ասում են, որ պարարտանյութ չենք ստանում կամ չեք օգտվում այն պարագայում, դա ինչ որտեղ նաև վիրավորական է, այսպես ասած մեզ համար, որտեղ այդպիսի մեծ դժվարություններով գիտենք հիմնականում դրսից են ներկրում, ինչպիսի խոչընդոտներ է առաջանում այդ պարարտանյութերը եւ սերմացումները ներկրել մեր հանրապետություն
Իհարկե համայնքի ղեկավարները անելիքներ ունեն եւ պետք է իրենց ամենօրյա աշխատանքի մեջ պարտադիր տեղ հատկացնեն այդ նմանատիպ աշխատանքներին քարոզչության ներկայացնելով պետության կողմից իրականացվող ծրագրեր, որպեսզի հասանելի լինի մեր եւ գյուղացիներին եւ բոլոր այն հողօգտագործողներին, ովքեր ցանկանում են օգտվել։ Փորձենք ընդհանրացնել հացահատիկային ներբերքահավաքը, ինչ հետևություններ ենք անելու հաջորդ տարվա համար այս բերքից, մասնավորապես ցորենի։ Մենք այսպիսի քաղաքականություն ենք, այստեղ ես նշեմ, որ մենք այս տարի աննախադեպ ցուցանիշ եք եւս արձանագրել եւ ցանկատարածությունների մշակման առումով մշակել ենք մոտ 65-66 հազար հեկտար ցանկատարած, իդեպ սա ամենազբարձր ցուցանիշներից մեկն է այդպիսի նախորդ տարվանից մոտ 10000 հեկտարով ավել ենք արձանագրել, այդպիսի ցուցանիշ մենք արձանագրել ենք 1983 թվականին 66.5 հազար հեկտար, ամենից բարձր այդքան էր մշակության մեր տարածքները։ Աճի միտում ունի։ Բնականաբար այստեղ ես կնշեի, որ իհարկե մենք եթե հաշվի առնենք մեր հողային հաշվեկշռի տվյալները, մենք ունենք 125000 հեկտար վարելահող եւ եթե մշակում են ընդամենը 65000 հեկտարը, սա նշանակում է մոտ 52-53% մեր դեռ անելիքներ ունենք, այսինքն 50% մեր վարելահողերի չի մշակում։ Եվ մեր առաջիկա խնդիրները պիտի լինի շրջանառության մեջն էլ այդ չմշակված տարածքների, ինչու, որովհետև սա առաջին հերթին մենք զրկվում ենք հնարավոր եկամուտներից, երկրորդ դա չմշակված տարածքները հենց նախապայմաններ են ստեղծում այս կամ այն հիվանդությունների, վնասատուների զարգացման համար, այս կամ այն հիվանդությունների զարգացման համար եւ ամեն մի այդպիսի գործոն բնականաբար ազդում է բերքի ցուցանիշի վրա եւ մեր հիմնական նպատակը քաղաքականությունը բարբերաբար այդ չմշակված տարածքները նվազագույնի հասցնել եւ արդյունքում բնականաբար նորից ընկնում մենք ունենանք եւ ավելի շահույթ եւ ավելի բարձր բերք եւ մենք փորձում ենք ավելացնել գառնանացան մշակաբույսերի տարածքները, սա եւս մեկ նպատակ ունի ապահովելով ճիշտ ցանկաշրջանառությունը, ճիշտ հողի մշակման կանոնները եւս մեծ հնարավորություն են ընձեռնվելու ապահովել հետագայում եւ առաջիկայում բարձր բերքատվություն։ Այս տարի կարծես մկանման կրծողներ, սրանցից ապահովագրված Այո, նշեմ, որ այս տարի այդ սովորական մեզ համար դարձած այդ վնասատուների այդպիսի մեծ վնաս չեն հասցրել, բայց վերջերս քանի որ ի հայտ են եկել նոր կարգի վնասատուններ, որի դեմ արդեն մենք միջոցառումներ ենք իրականացնում, որը մինչև այսօր մեզ համար հայտնի չէր եւ բոլոր մեր գործները, բոլոր մեր խոշոր ֆերմերները դրա մասին եւս մեզ արձանագրեցին այդ նոր վնասատունների մասին, մենք արդեն համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի պայքարենք նման վնասատունների դեմ։ Բայց այո, նշեմ, որ ճիշտ ժամանակին մենք պայքարեցինք մորեխանման վնասատունների հետ, մկնանման կրծողների դեմ եւ այդպիսի լուրջ վնաս չի հասցվել բերքին, ինչպես նախորդ տարիներին։ Խաղողի բերքահավաքը մեկնարկել է։ Խաղողի բերքահավաքը այստեղ, այո, ես նշեմ, որ այս տարի մենք ընդհանուր ունենք մոտ 2000 հեկտար խաղողայգիներ, այս պահի դրությամբ մոտ 300-320 հեկտար տարածության վրա սկսվել է սեղանի սորտերի բերքահավաքը, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք կսկսենք արդեն արտադրանքի վերամշակման այդ տեխնիկական սորտերի բերքահավաքը մենք ի տարբերություն խորհրդային տարիներին, որ ցանում էինք մոտ 16000 հեկտար խաղողայգի, այո, ես նշեցի, որ ընդհանուր տարածքը կազմում է 2000 հեկտար, դա պայմանավորված է, որ այդ տարիներին մեր խաղողի մթերքի եւ վերամշակված խաղողի արտադրանքի իրացման խնդիր չկար, լայն շուկա կար։ Այս պահի դրությամբ հիմնականում ներքին շուկայի մեջ ենք մենք աշխատում եւ հիմնական խաղողը իրացում է ներքին գործարաններին Ստեփանագերտի։ Սպասելիքները մեծ են։ Այո, նորմալ բերք է ակնկալվում եւ սպասենք հիմնականում տեխնիկական սորտերի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, եթե այլ ֆորս-մաժորային երևույթներ չլինեն, նորմալ բերք ենք ակնկալում։ Իսկ գյուղացին ստացած բերքը իրացնելու հնարավորություն ունենալու է։ Դեք ես նշեցի, որ իրացումը հիմնականում ներսում է
կազմակերպվում եւ այստեղ իմ կարծիքով որևիցե խնդիր չի լուրջ առաջանալու, բայց արդեն աշխարհում կա ձևավորված ավանդույթ։ Մենք պիտի անցնենք դրան, այսինքն պայմանագրային հիմունքներով խաղողի եւ մյուս բոլոր տեսակների վաճառքի, այսինքն միջև բերքահավաքը պետք է արտադրողը եւ մեր մշակողը համապատասխան պայմանագրեր ունեն կնքած իրար հետ, որտեղ ներկայացված կլինեն այն բոլոր չափանիշները, այն բոլոր պահանջները, թե արտադրողի, թե ընդունողի կողմից, եւ որը հնարավորություն կտա գինը ճիշտ ձևավորելու։ Եվ քանի որ դա բացակայում է Հայաստանի Հանրապետությունում իդեպ այդ մշակույթը ձևավորվում է։ Հայաստանի Հանրապետությունում արդեն այդ մշակույթը 2 տարի է ձևավորվել է եւ այնտեղ խնդիր չի առաջանում։ Եվ իմ կարծիքով մենք այս ուղղությամբ անելիքներ ունենք եւ առաջիկայում կփորձենք այդ մոդելը պայմանագրային հիմունքներով այդ որպեսզի արտադրող եւ վերամշակող իհարկե սա բնականաբար գնի հետ է կապված, այստեղ արդեն գնի որևիցե խնդիր չի լինելու, որտեղ եթե եւ արտադրողը եւ մթերողը բավարարեն պայմանագրում նշված բոլոր այն պարտավորություններին, բնականաբար եւ իրականացվելու այդ պարտավորությունները նորմալ։ Դա ապագայի համար, իսկ այս տարի մենք արդեն բանակցություններ ենք վարում խաղողի մթերողների հետ, հիմնականում ես նշեցի խոշոր այդ գործարանների հետ եւ նշեմ, որ վերջին 2-3 տարիների մեր գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության միջոցով մենք սկսեցինք վարկավորել փոքր եւ միջին գինեգործներին, կան արդեն 5-6 այդպիսի փոքր ձեռնարկություններ, ովքեր զբաղվում են գինե արտադրությամբ։ Եվ իմ կարծիքով մենք արդեն բանակցություններ ենք վարում, որպեսզի սահմանենք նորմալ գին Դեռևս վաղ է գնային քաղաքականության։ Դեռևս վաղ է խոսել, քանի որ նշեցի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին է սկսելու բուրում բերքահավաքը եւ այսօրվա դրությամբ խոսել գնի մասին վաղ է մի քիչ։ Փաստորեն կարող ենք վստահաբար ասել, որ գյուղացին իրացման խնդիր չունենալու այս տարի։ Բերքը իրացվելու է։ Շատ լավ։ Տարիներ շարունակ խոսում ենք բարենային անվտանգության մասին, դրան հասնելու համար համապատասխան միջոցառումներ կատարվում են, բայց այսօր ցավով պիտի նշենք, որ պատկերն այնքան էլ մխիթարական չէ։ Ինչու՞։ Իհարկե, բարենային անվտանգությունը մեր առաջնային նպատակն է եւ ինչպես գիտենք, բարենային անվտանգությունը բացի մեր պաշտպանության նշանակությունից դա նաեւ մեր զարգացման եւ բարգավաճ կյանքի ապահովման հիմքն է։ Եվ ինչպես գիտենք, հենց նախագահի նախընտրական ծրագրում այս տարի հենց գյուղատնտեսության ոլորտում առաջին դրույթը դա բարենային անվտանգության մակարդակի բարձրացումն է եւ ապահովումն է։ Մենք նախատեսում ենք այս տարի առաջիկայում ավելի ճիշտ ընդունել բարենային անվտանգության հայեցակարգը, որտեղ ամրագրված կլինի բոլոր այն դրույթները եւ մեր ամբողջ քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում եւ մյուս մեր ճյուղերում ուղղված է լինելու բարենային անվտանգության հայեցակարգի այս կամ այն դրույթը իրականացնելու։ Իհարկե մենք այստեղ ունենք արձանագրած ցուցանիշներ, որ քանի որ բացակայում է այդ փաստաթուղթը, մենք չգիտենք հեռու ենք մեր ինքնաբավության մակարդակից, թե ինչքանով ենք հեռու, բայց եթե մենք նայում ենք վիճակագրական ցուցանիշները, օրինակ իրացվել է միս 28%-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 7%-ով ավելացել է կաթի արտադրությունը, մոտ 10.5%-ով ավելացվել է արտադրվել է ավել ձու, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մի խոսքով աճման միտում կա, բայց քանի որ այդ հիմնական փաստաթուղթը բարենային անվտանգության հայեցակարգը բացակայում է եւ մեր առաջիկա խնդիրներից մեկն է լինելու այդ փաստաթուղթը ընդունել եւ սրանով մշակման փուլում է։ Այո, մշակման փուլում է եւ քանի որ մենք չենք ուզում որպեսզի սա հենց ինքը փաստաթուղթ լինի ձևական, որպեսզի մենք փորձում ենք նաեւ գիտական ներուժ ներգրավել այս փաստաթղթի մշակման մեջ, որպեսզի ունենանք ճիշտ եւ իրատեսական եւ իրականացվող այնպիսի մի փաստաթուղթ, որ հնարավորություն կստեղծի իրականում իրականացնել այդ հայեցակարգում նշված բոլոր դրույթները։ Այս տարի կունենանք այդ հայեցակարգը։ Ես չեմ ուզում ժամկետի մասին խոսել, արդեն աշխատում ենք, կա ստեղծված համապատասխան, այսպես ասած, խումբը, որը զբաղվում է այդ հայեցակարգի մշակմանը, մենք լինելուն պես բնականաբար կներկայացնենք նաև հանրությանը։ Կարծում եմ այդ կերպ նաև մենք կկարողանանք լուծել մեր գյուղատնտեսական